Զինծառայողի մահվան հետ կապված է խաղաղ պայմաններում զոհերի մահադես չի անհանգստացնում եւ ինչ եք բարձր։ Միանշանակ անհանգստացնում է եւ շատ է անհանգստացնում, բնականաբար յուրաքանչյուր հանցագործության դեպք եւ առավել եւս զինծառայողի մահվան դեպք ցավ է պատճառում եւ մտահոգությունների տեղիք տալիս ու նաեւ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության մասին խոսում եւ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր նմանատիպ դեպքով կատարվում է քննություն, մենք կարծում ենք, որ լրիվ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքներով ծնող պատճառներ, նպաստող պայմանների հայտ կբերվեն եւ դրան համարժեք նաեւ չի ավելացել։ Թիվը չի ավելացել, նախորդ անգամ ես ի պատասխան մեր պատգամավոր գործընկերների, երբ որ ասացի, որ դրական տեղաշարժ ունենք, ես նկատի ունեցա հանցագործությունների կամ մահվան դեպքերի դինամիկայում, այսինքն շարժընթացում չի ավելացել եւ ավելին նախորդ տարի մենք ամփոփել ենք նվազումով, թեև դա բացարձակապես մեզ հանգստանալու կամ մեր աշխատանքները պատշաճ կատարելու ներողություն։ Մի ամսվա մեջ մի քանի անգամ չեն լինում, հաճախակի չեն լինում, դուք կարող եք հարցում կատարել եւ ձեր հարցման մի պատասխան դուք կստանաք պարզաբանում, որ բնականաբար հաճախակի չեն լինում, բայց նույնիսկ մեկ դեպքը մենք համարում ենք շատ ցավալի եւ պետք է ձեռնարկենք միջոցներ, որպեսզի իսպառ վերացնենք կամ առնվազն նվազագույնի հասցնենք։ Ես դեպքի հետ կապված որևէ հանգամանք չեմ կարող բարձրաձայնել, որովհետեւ քրեական վարույթ է նախաձեռնված եւ վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն։ Պարոն Սարգսյան, քննադատություններ կան, ասում են այս ֆոնին պաշտպանության տարածաշրջանում լարված է, պաշտպանության նախարարը ՔՊ-ի ավտոբուսով կարկանդակուտելով շրջում է համայնքներում, փոխանակ օրինակ պլան մշակեն, թե Հայաստանն ինչպես է պաշտպանվելու հարկեղած դեպքում։ Սա երկրորդ եւ վերջին հարցն է։ Երևի թե դուք ուշադիր չեք եղել, որ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել եւ բնականաբար պատկան մարմինները ձեր մտահոգությունները փարատելու համար իրենք աշխատում են եւ բացարձակապես եւ քննում են սա որպես կներեք Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է եւ ցանկանում եմ որ այս իրողությունը մենք հաշվի առնելով շարժվենք առաջ։ Շրջանում է լարվածության ֆոնին, արդյոք մեր բանակը վերված է թիվ 1 պատրաստվածության, անկախ նրանից, որ Հայաստանում խաղաղություն է, բայց Իրանի հետ կապված վերված է թիվ 1 պատրաստվածության։ Հա, բայց իմ հարցին կպատասխանեք։ Ես ձեզ նորից կարող եմ կրկնել նույնը, որ պատկան մարմինները բնականաբար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնում են եւ Հայաստանի Հանրապետությունում արկա է խաղաղություն եւ խնդրում եմ այդ տրամաբանությամբ Իրանից ներթափանցման փորձեր կան։ Իրողությունը գնահատեք։ Իրանից քաղաքացիների ներթափանցման փորձեր կան։